Խոսքի գնում ես գործի, ու գործի տեղը այնքան ձանձրալի կամ այնքան ծանր է անցնում, որ մտածում ես, որ ամեն գնով կուզեիր այդտեղ չլինեիր դու, ու գործից չես ուզում հրաժարվես, որտեվ փող է պետք, բայց դու պատրաստ ես, որ մտածում ես, եթե հնարավորություն լիներ ժամանակը առաջ տալու, առաջ կտայր դու քո այդ մի քանի ժամ օրվա skip կանեիր, որ պրոստը առաջ գնար ու դու այդ ամեն ինչը չապրեիր։ Ու այդ ինձ թվում է ավելի ահավոր բան է, քան մենք պատկերացնում ենք, որ դու կարաս ինչ-որ մի հատ տեղում գտնվես, որտեղ դու ուզես հրաժարվես քո ժամանակից, քո ժամանակը առաջ տաս, որ այդ ամեն ինչը չապրես, դի նման է ինչ-որ մինի սուիցիդալ մտքի, երբ որ դու պատրաստ ես քո կյանքի ինչ-որ մի հատ հատվածից հրաժարվես։ Բայց կյանքն է տենց դասավորված մեր իրականությունում, երբ որ մարդիկ պետք է աշխատեն, որպեսզի գումար լինի, պրոստը համը ինձ թվում է, որ մարդիկ սովոր չեն, ավելի ճիշտ հիմիկվա կյանքի դրվածքի պատճառով մարդիկ ձգտում են քչով չբավարարվելուն, բայց այն ինչին որ իրենք ձգտում են, որ քիչ չլինի, հետի միգուցե այն չի, ինչ որ իրենց պետք է։ Այսինքն մարդիկ անդադ ֆիքսված են փող աշխատելու վրա, բայց այդ մեծ կյանքն է ստիպում դրա վրա ֆիքսվել, որտեվ ոչ թե որտեվ դու դրա կարիքը ունես, այլ որտեվ անդադ դու տեսնում ես, որ նորման այդ է։ Նորման այն է, որ շատ փող լինի, իսկ շատ փողի համար պետք է, որ շատ աշխատես, շատ աշխատելը իրանց ենթադրում է շատ ժամանակ ծախսել, իսկ ժամանակը քո կյանքն է նույն ինքը, դու ժամանակ հավասար է կյանքի, դու դու գնում ես օֆիս օրինակի համար, որ գումար աշխատես, դու քեզ գումար տան ինչ-որ բանի համար, բայց իրականում դու փոխանակում ես քո կյանքը այդ գումարի հետ։ Դու քո ժամանակը այդ գումարի դիմաց տալիս ես այդ աշխատատեղին։ Բայց արդյոք մենք ունենք այդ գումարի կարիքը այդքան։ Դե եթե դու ունես գումար, դու կարաս քեզ թույլ տաս խոսքի լավ հագուստ, լավ սնունդ, մեքենա, տունդ կահավորես քո ուզած ձևով եւ այլն։ Բայց այդտեղ հարցն է, արդյոք այդ մեզ երջանկացնում է այնքան, ինչքան որ մեզնից ժամանակ ու կյանք է խլում։ Պարզ է, որ մարդկանց մեծ մասին իրանց աշխատանքը չի բերում շքեղ կյանք, բայց իրանք դրան են ձգտում ամեն դեպքում։ Ավելի հաճախ ոչ թե այդ են ստանում, այլ պրոստը փորձում են իրանց ինչ-որ հարցեր լուծեն, չգիտեմ, խոսքի տան վարձ տան։ Ու այդ ոնց որ արդեն անհրաժեշտություն է, առանց դրա դժվար է մարդուն։ Ու տեղ էլ կա մարդու ագահությունը։ Դες եթե միտեղ մարդը չգիտակցված ագահություն է անում, որտեվ ուզում է անդադ ավելի ու ավելի շատ փող աշխատի, որտեվ մտածում է, որ դրա մեջ է իր կոմֆորտը լինելու։ Ես չեմ ասում, որ տենց չի, ինչ որ մարդկանց մոտ գուցե եւ տենց է, բայց ինձ թվում է մարդկանց մեծ մասի ծախսած փողերի մեծ մասը իրանց չի տալիս բավարարվածություն ու вообще չունի այն արժեքը, որ այդքան իրանց կյանքից խլի ժամանակ։ Բայց այն տարբերակում մյուս կողմից ագահությունն ավերվում է նրա մեջ, որ տան վարձերն էլ ինչ որ այնց արժեքներ ունեն, որ մարդը այդքան տանջվելով կարողանում է այդ մինիմալ ինչ որ բաները լուծի։ Դες այն մյուս մարդկանց ագահությունը, ովքեր որ գիտակցելով թե շուկայում ինչ է տեղի ունենում, ասենք մարդկանց աշխատավարձերը միջին եւ այլն, ունենց գին է մեկ սահմանում, որ ինչ որ միջին վիճակագրական աշխատող կարանալու է ամսվա մեջ իրան այդ տունը թույլ տա վարձի ու մեկ էլ ուտելիք առնի խոսքի, ու ստացվում որ մի մարդկանց ագահությունը այս մարդկանց հետ է պահում իրանց այդ ձգտումներից ինչ որ շքեղ կյանքի հասնելու, որը էլի մի ֆակտոր կաշխատի, բայց պրոստը դաժան է, որ
հերիք չեն մի ուղղությամբ գնալն է դժվար։ Մի հատ է դժվար է вообще ճիշտ քո համար ճիշտ ճանապարհը գտնել, մի հատ էլ շուրջ բոլորը ամեն ինչ ոնց որ ավելի քեզ փորձի խանգարի, որ դու հասկանաս այդեղա քո երջանկությունը թե չէ։ Բայց դե вообще այդ ֆինանսները ծախսելու մեջ ես ինչքան նայում եմ, թեկուզ իմ օրինակով, թեկուզ ուրիշներին նայելով, միշտ ամենահավես պահը ինչ որ բանի ձգտելուց, ֆինանսական ինչ որ հարցի ձգտելուց, միշտ ամենահավես պահը այդ լինում է process-ը, երբ որ դու փորձում ես այդ դրան հասնես, երբ որ դաժե շատ հեռու ես, բայց երազում ես դրա մասին, ոսկի ինչ որ մեկը ուզում է ավտո առնի, ու ինքը ոգևորված է այդ մտքով, չնայած փողը չունի։ Բայց ինքն sense ոգևորված պատկերացնում է ինչքան հավես կլինի, ինչեր կարող է ինքը անի, ու տենց վիզա դնում, ու քանի դեռ վիզա դնում ու այդ նպատակը sense տեսնում է իր աչքի առաջ, դա ոնց որ ամենահավես պահը լինի, որտեղ հետո երբ որ մարդիկ հասնում են այդ կետին, սովորաբար էլ ինչ որ մտքիս հիմա գալիս է, դաժե մի կողմ որ ինչ որ նոր հարցեր են բացվում, դաժե եթե հարցերը չբացվեն, մեկը արդեն շատ արագ դա դառնում է սովորական, պրոստը իր պլյուսներն է քեզ տալիս, իր հետ իր մինուսներն է բերում, ու դառնում է պրոստը քո կյանքի մի մաս։ Ոնց որ հիմա բոլորից ձեռը կա հեռախոս, ու եթե չլներ, մենք կզգայինք ինչքան բան կարայինք մենք ստանալ այդ հեռախոսից, բայց երբ որ դու ունես, ինքը պրոստը դառնում է քո մարմնի մի մաս, ուղղակի sense քեզ կպածա միշտ, ու միշտ իրան օգտագործում ես ինչ որ մի հատ միջինացված ձևով, միշտ նույն բաներն ես անում, բայց եթե չլներ, մեզ կտվար, որ ինչ-որ լուրջ բան է պակասում մեր մոտ, երբ որ կա, էլի տենց երջանիկ չես զգում քեզ։ Ու տենց լիքը օրինակներ կան իրականում, որ այդ օրինակներին նայում ես, ավելի շատ կասկած առաջանում, որ այն ուղղությունն է, որը որ մեր ուզած արդյունքը տալու է մեզ։ Ու բոլորը անկախ նրանից սիրում են աշխատել թե չէ, ունեն այն երազանքը, որ sense պրոստը լիքը փող լինի, պրոստը փողը լինի, դու ոչ մի բան չանես դրա համար, ու փողը լինի, ու դու ապրես ոնց կուզես։ Ամեն մեկը իր տեսանկյունից է դա ուզում, բայց եթե բոլորի այդ երազանքը միաժամանակ կատարվեր, փողը իր արժեքը կկորցներ։ Հետևաբար ստացվում որ մենք ինչ որ փող աշխատելու մի հատ մեխանիզմ կա գծած, ու մեզ գցել են այդ մեխանիզմի մեջ, ու ասել են ի սկզբանե էսա կանոնները, կամ հարմարվեք, ու դառեք այս ամեն ինչի մի մասը, կամ անընդհատ շուրջներդ նայեք ու տեսեք ինչքան բան եք կորցնում։ Բայց դա շատ մեծ հարց է, էլի իրականում կորցնում ենք թե չէ, որտեվ այն ինչը որ դրանով գտնում ենք, դրանից մեզ լավ չենք զգում։ Բայց չենք մտածում, որ լավ, եթե սրանից լավ չենք զգում, ուրեմն պետք է մի հատ կենտրոնանալ ուրիշ ինչ որ բաների վրա, հասկանալ ինչից կարող է ինձ լավ զգամ։ Դու սաղից գերնպատակը այն որ մեզ լավ զգանք ու փող աշխատելու նպատակն էլ սաղից մոտ է դա, ամեն մեկին տարբեր ձև է բավարարվածություն տալիս։ Մեկին ինչ որ առևտուր անելով, մյուսին պրոստը ապահովություն է տալիս, որ ինքը ինչ որ ֆինանսական բարձիկ ունի ու հետևած բան եթե լինի, միշտ պատրաստ է ամեն ինչին, բայց բոլորը իրենց լավ զգալու համար են դա անում։ Ու լավ չեն զգում։ Պարզ է որ փողը ունի ինչ որ կայֆեր, որ այդ փողով կարես ինչ որ հաճույքներ ստանաս։ Ես գլոբալ նկատի ունեմ, որ չի երջանկացնում, թե չէ ինչ որ փայտակ, ինչ որ հավես բաներ, հասարակ մինիմալ ինչ որ համով ուտելիքից մինչև ինչ որ ճանապարհորդություններ, այդ քեզ ինչ որ էմոցիաներ կտա։ Բայց այն թե ինչքան պետք է ոռան լնես, որ կարողանաս քեզ թույլ տաս այդ ձևի կյանք ապրել, ոչ թե մի անգամ ինչ որ մի բան թույլ տաս, որտեղ ոչ մեկի նպատակը այդ չի, որ խոսքի փող հավաքեմ, որ մի անգամ իմ ուզած բանը առնեմ ինձ։ Մարդու նպատակը այն է, որ ինքը այն level-ի մեջ ապրի, որ ինքը իրան կարողանա թույլ տա միշտ իր ուզածը առնի։ Ու այն աշխարհում, որտեղ
ամեն ինչ ֆռում է նյութականի շուրջ, ամեն ինչ որ շուրջը տեսնում ես էլի, այն ինչ որ քեզ հրամցնում են։ Շատ դժվար է ֆիքսվել ինչ որ ուրիշ բաների վրա ու հավատալ, որ իրանք կան աշխատեն, որտեվ դու մի պահ կարաս ֆիքսվես ոչ նյութականի վրա, բայց հաջորդ պահին միլիոն տեղից քեզ նյութականն են ցույց տալու ու շփոթացնելու են։ Դրա համար դժվար է։ Բայց ես կարծում եմ, որ եթե ինչ որ մի բան փորձված է դարերով ու միլիոնավոր մարդկանց կողմից ու չի աշխատում, ուրեմն լյուբոյ ուրիշ բան փորձելը ավելի շատ հնարավորություն է տալիս քո ուզած արդյունքին հասնելու, քան նույնը փորձելու, հավատալ, որ միլիոն հոգու մոտ չեղավ, քո մոտ կարող է լինի։ Ու խոսքս մենակ դաժե ֆինանսի մասին չի։ Նույն ընտանիք կազմելու մոդելը, որը որ այս երկրում ապրող մարդկանց մեծ մասը տեսել է կամ լսել է, թե ոնց է ճիշտը, այդ մենք համ լսում ենք, համ տեսնում ենք, որ ոչ մեկի մոտ դա չի աշխատում։ Տեսնում ենք լիքը ոչ երջանիկ զույգեր ու ընտանիքներ, բայց մեկը քեզ ասում են դու էլ տենց արա, որտեվ ձևը տենց է։ Ու լյուբոյ ուրիշ ձև փորձելը, ինչ որ նույն երջանիկ միություն ստեղծելու, իմ պատկերացմամբ ավելի շատ հավանական է դարձում երջանիկ ընտանիք ունենալը։ Խոսքս նրա մասն է, որ եթե անդադ ասում են պրոստը ամուսնանալու կոնկրետ ժամանակ կա, պետք է չուշացնես, ինչ որ մեկին գտի, ով որ տենց մոտավոր քեզ հարմար է, չգիտեմ, համեստ է, սենց է, կամ աղջիկների դեպքում ասում են, որ հարուստ լինի բան, ու ճիշտ ընտանիք ունենաս, խոսքս նրա մասին է, որ եթե դու դա տեսնում ես, որ 1000 հատ օրինակ կա քո առաջ, որ չի աշխատում, միգուցե պետք է փորձես ինչ ուրիշ բանի վրա կենտրոնանալ, օրինակ սիրելու, որ կս տարբերակ։ Ու նույնպես էս ֆինանսի հարցում էլի, սաղ գիտեն, որ պետք է աշխատես, պետք է ձգտես ավելի շատ գումար վաստակելու, քո ապագան ապահովելու, հիպոթեկով տուն վերցնես, ավտո առնես պարտադիր, ու տենց կետերով սաղ կա գրած, ոնց պետք է ապրես, հետո քո բիզնեսը դնես եւ այլն։ Բայց եթե դու ինքդ չես հավատում այդ մոդելին, вообще այդ արժեքին, միգուցե պետք է ինչ որ ուրիշ բաներ փնտրել, միգուցե պետք է ներսում փնտրել ինչ որ մի բան։ Օրինակ, եթե մարդ շատ գումար աշխատի ու ինչ որ բարձունքների հասնի եւ այլն, բայց ինքը իրան ատի ներքուստ, կամ աշխարհը ատի, կամ պրոստը մոլորված լինի, ինչերի ուզի հասնի, մեկը ինքը իրան լավ չի զգալու ներքուստ։ Դրա համար միգուցե պետք է ներսում ինչ որ ներսի վրա մի քիչ կենտրոնանալ։ Դաժե էլի այդ փող աշխատելը կա ու կա, то есть վախենալու է, հա, առանց փող մնալ, զրկվել ինչ որ լիքը բաներից, բայց գոնե էներգիայի մի փոքր մասը փոքես գործից ու տրամադրես ինքդ քեզ, ու երբ որ դու ներքուստ քեզ լավ զգաս, ինձ թվում է այդ վաղտ, կամ դաժե ոչ թե լավ զգաս, այլ պրոստը քեզ սկսես հասկանալ, մի քիչ քեզ գտնես, այդ վաղտ ինձ թվում է ավելի պարզ կլինի քեզ պետք է ֆինանս, ինչքան է պետք է որ քո կյանքի բռնած ուղին լինի դրա հետ կապված, թե լրիվ ուրիշ բանի հետ կապված, մի քիչ ավելի պարզություն կարող առաջանա, էլի։ Որտեղ մենք շատ ենք ֆիքսված արտաքին աշխարհի վրա ու արտաքին ինչ որ նորմերի վրա, բայց մենք մոռանում ենք, որ այն ամեն ինչը որ դրսում տեղի է ունենում, մեզ կպնում է մեր ներսի միջոցով, то есть մեր ներսով ճանապարհ է անցնում էդի։ Հետևաբար մեր ներսը շատ կարևոր է, թե ինչ ձև կլինի, ինչ նյութից կլինի, որտեղ կախված նայես, թե ինչ նյութից է քո, ասենք ասենք հոգին, դրանից կախված այն, թե դրսի տվածը ոնց կանցնի, ինչ կդառնա, ինչև հասնի քո ներսը։ Ու կոպիտ ասած, եթե քո ներսը ինչ որ կեղտ է, կամ ինչ որ կծիկ է, այդ
դրսից եկած ինֆորմացիան էլ քեզ հասնելու է կեղտոտ կամ խճճված։ Բայց եթե քո ներսը լինի օրինակի համար ինչ որ թափանցիկ մի բան, այդ դեպքում այն ինչ որ դրսից գա, դու իրան կտեսնես մոտավոր նենց ոնց ինքը կա։ Չես տա դրան ինչ որ լրացուցիչ երանգներ կախված նրանից, թե ինչ խնդիրներ դու ունես քո գլխում։ Դու պրոստը փողը փող կանվանես, ոչ թե կյանքի նպատակ, այլ կընկալես իրան որպես միջոց ինչ որ բաների համար, այդ ինչ որ բաներին է գնայես ու կհասկանաս իրանք քեզ պետք են թե չէ։ Այդ ինչ որ բաներն է որպես ինչ որ բաներ կընկալես, ոչ թե որպես նպատակ, որին որ քեզ մանկուց ասել են, որ դու պետքա ձգտես։ Ամեն ինչ շատ ընդհանրացված ու ստանդարտացված է, որ սաղ ճիշտ մի հատ ճանապարհով գնան, ու ինչ որ դեպքերում երևի այդ վատ էլ չի, որոշ մարդկանց այդ պետք է, բայց միևնույն ժամանակ այդ դրա ճնշումն է այնքան շատ է, որ դաժե այն ում որ այդ պետք չի, չնայած կարող է ոչ մեկին է պետք չի։ Բայց ամեն դեպքում ուզում եմ ասել, որ անգամ այն ով որ կարար լրիվ ուրիշ ուղղությամբ գնար, ինքը չի գիտակցում, որ տենց կարա անի։ Այնքան շատ է այդ ճնշումը։ Որոշ մարդկանց այդ ստանդարտի մեջ մնալը կարծում եմ այնքանով է պետք, որ սերժ ամեն մեկս մեր ինչ որ տրավմաների կույտն ենք, որ եթե այդ մարդկանց մեջ կան նրանք, ովքեր որ լիքը ինչ որ չար բաների են պատրաստ, պրոստը որտեվ չարացած են մարդկանց կամ աշխարհի նկատմամբ, ու այդ ստանդարտներն է, որ իրան զսպում է, ուրեմն եթե ունի իր դրական կողմը։ Ոնց որ նույն կրոնի մասին է շատ կա այդ միտքը, որ լիքը մարդկանց այդ սահմանափակումը ազատություն չի տալիս, բայց մյուս կողմից ինչ որ մարդկանց է այդ զսպումը, որ չհելնեն ինչ որ չարիքներ անեն, որտեվ կարծում եմ, որ շատ են մարդիկ, ում որ ուրիշին սպանելուց հետապահում են, որ իրանք վախում են Աստծո դատաստանից, որտեվ այդ գրքի մեջ գրած է, որ այդ մեղք է։ То есть ինչ որ մարդկանց прям պետք է դի գլուխը մտցնել, որ կան ինչ որ բաներ, որոնք վնասում են ուրիշին, ու եկեք բոլորս փորձենք ուղղակի իրար չվնասել։ Որոշ մարդիկ էդի by default ճոգում են, որոշ մարդկանց պետք է մի քիչ վախի միջոցով էդի տեղ հասցնել։ Բայց մեծ հաշվով ես երկի կուզեի, որ բոլորը տենց իրանց ազատ զգային ու ազատ արտահայտվեին, այնց ոնց ուզում են իրանց ճանապարհը գտնեին, բայց նաև ճոգում որ տենց չի լինելու։ Նաշե պատմությունն է զառում դրա մասին, որ սաղ պատմության ընթացքում անդադ ինչ որ իշխանության ղեկավարման մեթոդներ են մշակվում, որոնք իրար շատ ուժեղ հակասում են, որոնցից ոչ մեկը չի աշխատում նենց ոնց որ իր սկզբնական նպատակն է բարձրաձայնվում։ Սկզբնական նպատակը այն է, որ սաղին լավ լինի։ Մի դեպքում մի ճանապարհով, մյուս դեպքում ուրիշ ճանապարհով, բայց ոչ մեկը չի աշխատում։ Դրա համար մաքսիմում ինչ որ կարաս անես, պրոստը դու փորձես քո ճանապարհը կառուցես նենց, որ դու քեզ վատ չզգաս, միգուցե քո մոտիկների կամ ում որ հետաքրքիր է, իրանց հետ մտքերով փոխանակվես, միգուցե իրար ինչ որ բան տաք ու ամեն մեկի ճանապարհը ավելի հեշտանա, բայց ավելի գլոբալ ինչ որ բան դժվար թե ստացվի։ Բայց դա էլ է այքա բան, եթե թեկուզ քո մոտիկների մեջ տեսնում ես ինչ որ մեկին, ով որ ինքը իրան սահմանափակում է, բայց կուզեր ավելի ազատ զգար, ու եթե դու կարող ես իր կողքը լինես այդ ճանապարհին ու չթողես որ ինքը կոտրվի, ու դրա արդյունքում ինքն իրան բացահայտում ու ավելի լավ ազգում, այդ ինձ թվում է արդեն եկա բանը։ Որտեվ ոչ մեկս չգիտենք вообще ինչ ենք անում այս աշխարհում, ու տենց մոլորված սաստավով, եթե կարող ենք գոնե ինչ որ ոմանց հետ լինել, իրար պատժ կանել, այն
ուղղության մեջ, որին որ դու ինքդ հավատում ես։ Ուրեմն դա արդեն երևի վատ չի։